Հորմուզում իրավիճակը քիչ էր մնացել կրկին պայթեր։ Ամերիկյան և իրանական ուժերը նեղուցի հատվածում կրակ են բացել միմյանց վրա։ Ամերիկյան 3 ռազմանավեր անցել են նեղուցով, նրանց վրա հարձակվող իրանական դրոնները ոչնչացվել են։ Ամերիկյան նավերին որևէ վնաս չի հասցվել, Իրանի կողմից արձակված հրթիռները ևս ոչնչացվել են։ Թրամփը դա նկարագրել է գունեղ ձևով, դրանք օվկիանոս են ընկել թիթեռների նման, ասել է նա։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հարվածներ է հասցրել Իրանի 2 հատվածի։ Սենթքոմի թիրախները եղել են Բանդար Աբասը և Քեշմ կղզին։ Թեհրանը պնդում է, որ ԱՄՆ-ն է խախտել հրադադարը, թիրախավորելով իրանական նավթային տանկերները և հարձակվելով քաղաքացիական տարածքների վրա։ Այնուամենայնիվ, իրանական կողմը հայտարարում է, որ իրավիճակը կայունացել է, իսկ Թրամփը կատարվածը որակել է որպես թեթև միջադեպ։ Հակառակ լարվածությանը Թեհրանն ու Վաշինգտոնը կողմ են արտահայտվել խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերի շարունակմանը։ Պակիստանը մնում է գլխավոր միջնորդը։ 2 օր է Հորմուզի նեղուցում, երթևեկությունը ընդհանրապես դադարեցված է։ Այժմ այն մասին, թե ինչ ենք պատմելու վայրկյաններ անց։ Միլիարդատեր պատերազմական լուրերի շնորհիվ ով է Թրամփի գաղտնի որոշումների մասին հայտնել թրեյդերներին։ Թրամփը դատարանում հերթական պարտությունն է կրել, ովքեր են փոխհատուցում ստանալու։ Հազարավոր դպրոցներ, հաքերների զոհ, չվճարված ալիմենտի դիմաց անձնագիր, ովքեր են հայտնվել սև ցուցակում, և թողարկման երկրորդ հատվածում սպասեք Վիրջինիայի մասին ամենահետաքրքիր մանրամասներին։ Բարև ձեզ, ես Լենա Կարապետյանն եմ, դուք միացել եք Glendale News-ին, եթե ուզում եք աջակցել մեզ, բաժանորդագրվեք մեր ալիքին և իհարկե անպայման լայքեք տեսանյութը, իսկ հիմա անցնենք այսօրվա թեմաներին։ Իրանի հետ պատերազմի շնորհիվ խորհրդավոր կերպով հարստացել են որոշ թրեյդերներ։ Նրանք նավթի գնի անկումից շահել են 2.6 միլիարդ դոլար։ Գործարքները կատարվել են Թրամփի և Իրանի պաշտոնյաների հայտարարություններից առաջ։ Արդյոք դա պատահականություն է, թե ինսայդերական արտահոսք, այս հարցով զբաղվում է Արդարադատության նախարարությունը։ Ուշադրության կենտրոնում են մարտ և ապրիլ ամիսների առևտրային գործարքները։ Թրեյդերները կանխատեսել են նավթի գների անկում, դրանք տեղի են ունեցել պատերազմական կարևոր զարգացումներից անմիջապես առաջ։ Դեռ չկա հանցավոր գործունեության վերաբերյալ վերջնական ապացույց։ Թրեյդերները բազմիցս կարողացել են անսխալ գուշակել Թրամփի որոշումները նավթի շուկայում, խոսքը վերաբերում է հարձակումների հետաձգմանը և Հորմուզի նեղուցի իրադարձություններին։ Հենց դա է իրավապահների մոտ կասկած առաջացրել, որ թրեյդերները գաղտնի տեղեկություններ են ստանում ներսից, որոշումներն ընդունողներին մոտ կանգնած աղբյուրներից։ Հետաքննությունը գտնվում է իր նախնական փուլում։ Թեմայի առթիվ պաշտոնական մեկնաբանություններ դեռ չկան։ Դաշնային դատարանը չեղյալ է հայտարարել Թրամփի նոր գլոբալ մաքսատուրքերը։ Նախագահը դրանք սահմանել էր նախկին մաքսատուրքերի գործով Գերագույն դատարանում կրած պարտությունից հետո։ Թրամփը փորձել էր շրջանցել օրենքը 10% հարկերով, սակայն Նյու Յորքի միջազգային առևտրի դատարանը այն անօրինական է ճանաչել։ Դատավորը պնդում է, նախագահը գերազանցել է իր լիազորությունները։ Փոքր բիզնեսներն էին դատական հայց ներկայացրել նախագահի դեմ և հաղթեցին։ Թրամփը դեռ կարող է բողոքարկել դատարանի այս որոշումը։ Գործը հավանաբար կհասնի նաև Գերագույն դատարան։ Փորձագետները սակայն վստահ են, որ Թրամփը այստեղ ևս կպարտվի։ Վարչակազմը այժմ փնտրում է նոր ուղիներ հարկերն արդարացնելու համար։ ԱՄՆ սահմանադրությունը տուրքերը սահմանելու իրավունքը տալիս է Կոնգրեսին, սա խոցելի է դարձնում Թրամփի մաքսային նախաձեռնությունները։ Նախագահը նմանատիպ թեմայով հերթական անգամ է պարտություն կրում դատարանում։ Փորձագետները կանխատեսում են փոխհատուցումների նոր ալիք, քանի որ ընկերությունները պահանջում են վերադարձնել վճարված մաքսատուրքերը։ Թրամփը դատարանում պարտություն է կրել մեկ այլ խոշոր գործով ևս։ Կառավարությունը AI-ի կիրառմամբ կրճատել էր $100 միլիոն դրամաշնորհները։ Դատարանը դա ճանաչել է հակասահմանադրական և արգելել է ֆինանսավորման կասեցումը։ Թիրախավորվել են բազմազանության, հավասարության և ներառականության ծրագրերը։ Դատարանը սա որակել է հակասահմանադրական խտրականության դասագրքային օրինակ։
Հայցվորների թվում են հեղինակների գիլդիան եւ այլ կազմակերպություններ։ Դատարանը մերժել է կառավարության պնդումները, թե պատասխանատուն միայն AI-ն է։ Դատավորը ընդգծել է, որ ChatGPT-ն եղել է իշխանության ընտրած գործիքը եւ ոչ թե որոշում ընդունող պատասխանատուն։ Հետազոտական շատ ծրագրեր կասեցվել էին առանց իրավական հիմքի։ Դատարանի այս որոշումից հետո ավելի քան 1400 դրամաշնորհներ պետք է վերականգնվեն։ Դրանց մեծ մասը վերաբերում է մշակույթին եւ հումանիտար գիտությունների ոլորտներին։ Հազարավոր դպրոցներ ու բուհեր հայտնվել են կաթվածահար վիճակում, պատճառը կիբերհարձակումն է Canvas համակարգի վրա։ Հարձակումը ազդել է աշխարհի 9000 դպրոցների վրա, ուսանողները չեն կարողանում պատրաստվել իրենց քննություններին։ Հարվարդի ուսանողական թերթը հաստատել է համակարգի անջատումը։ Լոս Անջելեսի միասնական դպրոցական շրջանը նախկինում ևս տուժել է հարձակումներից։ Հաքերները թիրախավորել են թվայնացված զգայուն տվյալները։ Նախկինում դրանք պահվում էին փակ պահարաններում։ Այժմ դրանք դարձել են կրիմինալ հաքերների հեշտ որսը։ Թվային կրթական միջավայրը մնում է չափազանց խոցելի։ Այլ դպրոցներ ևս հայտնել են տվյալների անվտանգության անորոշության մասին։ Փրկագնի շուրջ բանակցությունները հավանաբար դեռ ընթացքի մեջ են։ Հաքերները նոր ժամկետներ են սահմանել տվյալների հրապարակման համար։ Կրթական հաստատությունները սպասում են նոր հրահանգների։ Թվային դասարանները դեռ մնում են փակ։ Ամենաթեժ առողջապահական թեման մնում է զբոսանավու մահացու վիրուսի հանտավիրուսի տարածումը։ Վարակագիր զբոսանավը շարժվում է դեպի Կանարյան կղզիներ, մարդկանց տարհանումը նախատեսված է երկուշաբթի օրը։ 150 ուղևորներից 17-ը ԱՄՆ քաղաքացիներ են։ Նրանց վերադարձնելու համար ամերիկյան ինքնաթիռ կուղարկվի։ Ըստ որոշ տեղեկությունների Կանարյան կղզիները դեմ են արտահայտվել զբոսանավի ուղևորներին ու անձնակազմին հենց իրենց ափին տարհանելու ծրագրի, նշելով դրանից բխող ռիսկերը։ Ռիսկեր կան նաև բուն Ամերիկայում։ Ամերիկացի որոշ ուղևորներ արդեն վերադարձել են, նրանք գտնվում են Կալիֆոռնիա, Վիրջինիա եւ Ջորջիա նահանգներում մշտական մոնիթորինգի տակ։ Սպիտակ տունը հայտարարել է վտանգի ցածր մակարդակի մասին։ Հանտավիրուսը չունի բուժում։ Բժիշկները միայն փորձում են կառավարել ախտանշանները։ Վիրուսը տարածում են հիմնականում կրծողները, սակայն արդեն հաստատվել է նաև մարդուց մարդուն փոխանցելու դեպքերը։ Իրավիճակը վերահսկելու, տեղեկությունները ստանալու հարցում ԱՄՆ հնարավորությունները խիստ կրճատվել են, քանի որ 2026-ի հունվարին երկիրը դուրս է եկել առողջապահության համաշխարհային կազմակերպությունից։ Օսթինում տեղի ունեցած կոտորածը մեկ մարդու ձեռքի գործ է, նման եզրակացություն է հրապարակել FBI-ը։ Հարձակվողը սպանել է 3, վիրավորել ավելի քան 1 տասնյակ մարդու։ FBI-ը նրան որակել է մենակատար, նա չի ունեցել որևէ ահաբեկչական խմբի օգնություն կամ հրահանգ, համոզված են իրավապահները։ Դեպքը տեղի է ունեցել մարտին Օսթինի հայտնի գարեջրատանը։ Հանցագործը եղել է 53-ամյա մի տղամարդ, FBI-ի զեկույցում նշված է հանցագործության շարժառիթը։ Նա եղել է Իրանի հետ պատերազմի մոլի հակառակորդ եւ կրել է Իրանի դրոշով հագուստ։ Հանցագործը պաշտել է Իրանի սպանված առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին։ Դիանեն ծնունդով Սենեգալից էր, նա նախկինում երբեք չի հայտնվել իրավապահների տեսադաշտում։ ԱՄՆ-ը մուտք գործել զբոսաշրջային վիզայով, ամուսնությունից հետո ստացել է մշտական բնակության իրավունք։ Հանցագործը գարեջրատան մոտ կրակել էր անցորդների վրա, ապա հրազենով դուրս էր եկել մեքենայից։ Ոստիկանները շտապել էին դեպքի վայր եւ կանխել հետագա սպանդը։ Նրանց կրակոցներից տղամարդը տեղում մահացել էր։ Ֆլորիդացի վիրաբույժը վիրահատության ժամանակ սխալվել է եւ փայծաղի փոխարեն հեռացրել հիվանդի լյարդը։ 70-ամյա Բրայնը մահացել է հենց վիրահատական սեղանի վրա։ Բժիշկը հայտարարել է, որ ինքը խորապես ցավում է, սակայն իրեն մեղավոր չի ճանաչել։ Վիրահատության ընթացքում առաջացել էր արյունահոսություն, բժիշկը չի կարողացել գտնել աղբյուրը։ Նա խռնշփոթի մեջ հեռացրել է սխալ օրգանը։ Բժիշկը խնդրել է նշել հեռացված օրգանը որպես փայծաղ։ Բրայանի կինը դատական հայց է ներկայացրել, նա բժշկին մեղադրում է սեփական սխալը թաքցնելու փորձի մեջ։ Բժիշկը անցյալում նմանատիպ այլ դեպքեր էլ է ունեցել։ Մեկ այլ հիվանդի դեպքում նա հեռացրել էր ենթաստամոքսային գեղձի մասը։ Մեկ այլ կին մահացել էր նրա վիրահատությունից հետո։ Շակնովսկին զրկվել է բժշկական արտոնագրերից Ֆլորիդայում եւ այլ նահանգներում։ Հետաքննությունը դեռ շարունակվում է։ Հետաքրքիրն այն է, որ այս ամենով հանդերձ վիրաբույժը իրեն համարում է ոչ թե մեղավոր, այլ զոհ ու տուժող կողմ։
Շքեղ նավարկությունը վերածվել է իրական քրեական դրամայի։ Դաշնային գործակալները Սան Դիեգոյի նավահանգստում անսպասելի ներխուժել են 8 խոշոր նավեր։ Սարսափելի հանցագործություն է բացահայտվել, գործակալները որոնում են մանկական սեռական շահագործման նյութեր։ Մարդիկ կարծում են, թե սա սովորական ստուգում է, սակայն իրականությունը շատ ավելի տհաճ էր։ Հանցագործները թաքնվել էին անձնակազմի շարքերում։ Ոստիկանները ձերբակալել են անձնակազմի 27 անդամի, նրանք մեղադրվում են մանկական պոռնոգրաֆիա տարածելու մեջ։ Կասկածյալները դիտում եւ պահպանում էին արգելված նյութեր։ Ձերբակալվածներից 26-ը Ֆիլիպինների քաղաքացիներ են, մյուս երկուսը Պորտուգալիայից եւ Ինդոնեզիայից են։ Հատկապես ցնցող է Disney Magic նավի դեպքը։ Այդ նավի աշխատակիցներից 10-ը հայտնվել են ճաղերի հետևում։ Ուղևորները նկարահանել էին ձերբակալության պահերը, շատերը կարծում էին, թե սա IC ռեյդ է, սակայն գործողության նպատակը երեխաների պաշտպանությունն էր։ Հանցագործների մուտքի արտոնագրերը անմիջապես չեղարկվել են, բոլոր մեղավորներն արդեն արտաքսվել են իրենց երկրներ առանց ԱՄՆ կրկին մուտք գործելու իրավունքի։ Տեքսասում քրիստոնյա միսիոները դատապարտվել է 30 տարվա բանտարկության, նա հոգևորականի պաշտոնը օգտագործել է եւ երկար տարիներ բազմաթիվ սարսափելի հանցագործություններ է կատարել։ Նրան մեղավոր են ճանաչել տղաների նկատմամբ սեռական բռնություն կատարելու մեջ։ Սավալան ղեկավարել է քոլեջի ուսանողական ծառայությունը։ Սավալան օգտագործել է աստվածաշնչյան խոսքերն ու գաղտնի սաունան, բազմաթիվ երիտասարդներ են տուժել նրա գործողություններից։ Դատարանը լսել է զոհերի պատմությունները։ Սավալան 50-ականների թևին է պատկանում, նա նախկինում դատապարտված է եղել Ալյասկայում։ Եկեղեցական ղեկավարները տեղյակ են եղել նրա չարաշահումների մասին, բայց պաշտպանել են նրան։ Դատարանի որոշմամբ 70-ամյա բռնարարը չի ունենա պայմանական վաղաժամկետ ազատման իրավունք, դա նրա 30-ամյա բանտարկությունը փաստացի դարձնում է ցմահ։ Այժմ եկեք տեսնենք, թե ինչ հետաքրքիր նորություններ են հրապարակված մեր սոցցանցերում։ Ալիմենտ չվճարող ծնողները այլևս չեն կարողանա լքել երկիրը։ ԱՄՆ-ում սկսվում է անձնագրերի զանգվածային չեղարկման գործընթացը։ Պետական դեպարտամենտը սահմանել է խիստ կանոններ։ Առաջին հերթին կպատժվեն խոշոր պարտապանները, որոնք պարտք են $100,000-ից ավելի գումար։ Այս խմբում կա մոտ 2700 ամերիկացի։ Ծրագիրը շուտով կընդլայնվի բոլոր պարտապանների համար, շեմը կիջնի մինչև $2,500։ Մինչ այս պատիժը կիրառվում էր միայն թարմացման ժամանակ։ Հիմա գրերը կչեղարկվեն անմիջապես եւ առանց սպասելու։ Պարտքը վճարելուց հետո մարդիկ կստանան նոր անձնագիր։ Արդեն հարյուրավոր ծնողներ շտապել են մարել պարտքերը։ 1998 թվականից ի վեր հավաքվել է $657 միլիոն։ Վերջին 5 տարում վճարվել է $156 միլիոն։ Գործընթացը կմեկնարկի արդեն այս շաբաթվա վերջից։ Հսկայական պահեստարան սովորական մեքենայի մեջ Սան Բերնարդինոյի բնակիչը ստեղծել էր վառելիքի գողության մեխանիզմ։ Նա գողացել էր վառելիքը տարբեր լցակայաններից, իսկ հետո սեփական մեքենան դարձրել էր շարժական բենզալցակայան։ Այն կարող էր տեղավորել հսկայական քանակությամբ բենզին։ Նա շրջում էր Կալիֆոռնիա նահանգի տարբեր քաղաքներով որպես շարժական լցակայան։ Այս դեպքը զարմացրել է նույնիսկ փորձառու քննիչներին։ Տղամարդը վաղուց էր զբաղվում այս անօրինական գործով։ Ձերբակալված տղամարդու մոտ հայտնաբերվել է 80 կեղծ քարտեր եւ տվյալներ գողացող սարք։ Այն տեղադրված էր բենզալցակայանների պոմպերի վրա։ Սարքը գաղտնի ձայնագրում էր քաղաքացիների տվյալները։ Սա օգնում էր ստեղծել նոր կեղծ քարտեր։ Հանցագործը մեքենան հատուկ ձևափոխել էր վառելիքի համար։ Ոստիկանները հորդորում են լինել շատ ուշադիր, օգտագործել միայն վստահելի լցակայանները։ Կալիֆոռնիայի պետական համալսարանը բացում է նոր հնարավորություններ, այսուհետ բակալավրի աստիճան ստանալը կլինի ավելի հեշտ։ Ծրագիրը կդառնա ավելի կարճ ու շատ մատչելի։ Սա իսկական հեղափոխություն է բարձրագույն կրթության մեջ։ Ուսանողները կավարտեն համալսարանը շատ ավելի արագ։ Հոգաբարձուների խորհուրդը հաստատել է բակալավրի 3 նոր ուղղություն։ Դրանք են կրթության, մասնագիտական եւ կիրառական գիտությունները։ Նոր ծրագրերը կունենան 90-ից 120 կրեդիտ։ Ավանդական ուսումը միշտ պահանջում էր 120 միավոր։ Այժմ համալսարանները կստեղծեն ավելի ճկուն ուսումնական պլաններ։ Սա հատկապես կարևոր է աշխատող մեծահասակների համար, նրանք կարող են ավելի հեշտ համատեղել աշխատանքը եւ դասերը։ Օրվա լրահոսից այսքանն էինք առանձնացրել, թողարկման երկրորդ հատվածում Անու Հարությունյանը կաշխատի։ Եթե հետաքրքրված եք պատմությամբ, բայց նաև բնության սիրահար եք, նաև չեք ցանկանում զրկված լինել ծովափնյա հանգստից ու այդքանը ընտանիքի հետ, ուրեմն Մանուի այսօրվա առաջարկը հենց ձեզ համար է։ Նա հատուկ ձեզ համար բացահայտել է Վիրջինիայի զբոսաշրջային գրավչությունը։
Բարև ձեզ։ ԱՄՆ-ի արևելքում գտնվող Վիրջինիա նահանգը հաճախ անվանում են պատմության օրան։ Եվ այդ կոչումը միանգամայն արդարացված է։ Այստեղ են ծնվել ԱՄՆ առաջին 5 նախագահներից 4-ը, իսկ ընդհանուր առմամբ այս նահանգը 8 նախագահ է տվել։ Վիրջինիան համադրում է ամերիկյան պետականության ձևավորման կարևոր փուլերն ու հարուստ մշակութային ժառանգությունը, դարձնելով այն բացառիկ ուղղություն հետաքրքրասեր ճանապարհորդների համար։ Վիրջինիայի տարածքում կարելի է տեսնել թե ամերիկյան հեղափոխության, թե քաղաքացիական պատերազմի կարևորագույն վայրերը։ Այստեղ են տեղի ունեցել բազմաթիվ ճակատամարտեր, իսկ որոշ դեպքերում հենց այստեղ են ավարտվել պատերազմները։ Այստեղ պատմական վայրերի խտությունը ձևավորում է յուրահատուկ միջավայր, որտեղ յուրաքանչյուր կանգառ պատմում է Ամերիկայի ձևավորման տարբեր փուլերի մասին։ Նահանգի խորհրդանշական տեսարժան վայրերից են Մաունտ Վերնոնը և Մոնտիչելոն, ԱՄՆ նախագահների պատմական տները։ Դրանք ոչ միայն ճարտարապետական հուշարձաններ են, այլև հնարավորություն են տալիս հասկանալ, թե ինչպես էին ապրում և մտածում երկրի հիմնադիր գործիչները, ձևավորելով նոր պետության գաղափարները։ Մոնտիչելոն առանձնանում է իր յուրահատուկ ոճով և Թոմաս Ջեֆերսոնի կողմից նախագծված ճարտարապետությամբ տարածքում պահպանվել են նաև այգիներ ու ցուցադրություններ, որոնք ներկայացնում են պլանտացիայի կյանքը։ Այստեղ այցելուները տեսնում են ոչ միայն գեղեցկություն, այլև պատմության բարդ և հակասական շերտերը։ Վիրջինիայի պատմական սրտում է նաև Colonial Williamsburg-ը, վերականգնված գաղութային մայրաքաղաքը։ Այստեղ կարելի է քայլել 18-րդ դարի փողոցներով և զգալ հեղափոխության շունչը, գրեթե կենդանի ձևով։ Սա յուրահատուկ բացօթյա թանգարան է ամբողջ ընտանիքի համար։ Վիլյամսբուրգում պահպանվել կամ վերարտադրվել են հարյուրավոր շինություններ իրենց սկզբնական տեսքով։ Պատմական ժամանակների հագուստներով դերասանները ներկայացնում են ժամանակաշրջանի կյանքը, գյուղացիներից մինչև քաղաքական գործիչներ։ Այս մատուցմամբ պատմությունը դառնում է տեսանելի և հասկանալի ոչ միայն փաստերի, այլև կենդանի փորձառության միջոցով։ Բայց Վիրջինիան միայն պատմություն չէ։ Նահանգի բնությունը նույնքան ազդեցիկ է, հատկապես Շենանդո National Park-ում, որտեղ ձգվում է հայտնի Skyline Drive ճանապարհը։ Այստեղ կարելի է վայելել լեռնային տեսարաններ, մաքուր օդ և տարվա եղանակների գունային փոփոխությունները, հատկապես աշնանը։ Շենանդո ազգային պարկը հայտնի է իր արշավային արահետներով, ջրվեժներով և Blue Ridge լեռների գագաթներից բացվող տեսարաններով։ Գարնանը ծաղկող բուսականությունը, իսկ աշնանը վառ գույները ստեղծում են եզակի տեսարաններ։ Այստեղ բնությունը ոչ թե ֆոն է, այլ լիարժեք գլխավոր դերակատար։ Բնության մեկ այլ հրաշք են Լուրեյք Հավորնս քարանձավները ստորգետնյա մի ամբողջ աշխարհ։ Այստեղ կարելի է տեսնել հազվադեպ բնական երևույթներ, ներառյալ ստալակտիտներից կազմված երաժշտական գործիք, բնական երգեհոն, որը ստեղծում է իրական հնչյուններ առանց ժամանակակից տեխնոլոգիայի։ Լուրեյ քարանձավների ներսում ձևավորված են հսկայական սրահներ, ստորգետնյա լճեր և յուրահատուկ կազմավորումներ։ Այցելուները քայլում են լուսավորված ուղիներով, դիտելով բնական քանդակներ, որոնք բնության կողմից ձևավորվել են հազարավոր տարիների ընթացքում։ Տպավորությունը հաճախ համեմատվում է այլ մոլորակի լանդշաֆտի հետ։ Եթե նախընտրում եք ծովափնյա հանգիստ, ապա Վիրջինիա Բիչը լավագույն ընտրություններից է։ Լայն ավազե լողափերը, զարգացած զբոսաշրջային ենթակառուցվածքներն ու ընտանեկան ժամանցի հնարավորությունները այն դարձնում են ամենապահանջված ուղղություններից մեկը Ատլանտյան ափին։ Վիրջինիա Բիչում կարելի է ոչ միայն լողալ, այլև այցելել ակվարիում, ջրաշխարհ և բնական արգելոցներ։ Մոտակայքում գտնվող Back Bay National Wildlife Refuge-ը հայտնի է թռչունների բազմազանությամբ։ Սա վայր է, որտեղ հանգիստը միահյուսվում է ակտիվ և կրթական փորձառությունների հետ։ Վիրջինիան նաև հիշողության վայր է։ Arlington National Cemetery-ն ազգային նշանակության հուշահամալիր է, որտեղ հանգչում են հազարավոր զինվորներ և պետական գործիչներ։ Այստեղի մթնոլորտը խիստ է, բայց միաժամանակ խորապես խորհրդանշական և հուզիչ։ Արլինգթոնի տարածքում կարելի է տեսնել անհայտ զինվորի գերեզմանը և Ջոն Քենեդու հավերժական կրակը։ Պահակախմբի հերթափոխը հանդիսավոր արարողություն է, այն տեղի է ունենում ամեն օր։ Այս վայրը հիշեցնում է, որ պատմությունը ոչ միայն հաղթանակների, այլ նաև զոհողությունների մասին է։
Վիրջինիան միավորում է պատմությունը, բնությունն ու ժամանակակից զբոսաշրջությունը մեկ ամբողջության մեջ։ Այստեղ յուրաքանչյուր ճանապարհ կարող է վերածվել բացահայտման, իսկ յուրաքանչյուր կանգառ նոր պատմության։ Եթե փնտրում եք վայր, որտեղ անցյալն ու ներկան ապրում են կողք կողքի, Վիրջինիան լավագույն ընտրություններից մեկն է։ Դա հաշվի առեք առաջիկայում ձեր ընտանիքի հանգիստը պլանավորելիս։ Դե ինչ, ավարտին մոտեցավ ոչ միայն մեր հերթական հաղորդումը, այլև հերթական աշխատանքային շաբաթը։ Ձեզ ուրախ հանգստյան օրեր։ Իսկ մենք կշարունակենք հետևել անցուդարձին եւ հանգստյան օրերից հետո ձեզ կներկայացնենք ամենահետաքրքիրն ու ամենակարևորը։ Կհանդիպենք երկուշաբթի օրը, ինչպես միշտ ժամը 5-ին։ Հաջողություն։